Երևանի համար 122 դպրոցում կա մեկ սովորող, որը 7 տարեկանում ընդունվել է ոչ թե առաջին դասարան, այլ միանգամից երկրորդ։ Վերջերս ուժի մեջ մտած նոր կարգավորումներն են սահմանում, որ 7 եւ բարձր տարիքում դպրոց հաճախողները պետք է սովորեն իրենց տարիքային խմբի հետ։ Տղայի ծնողները տեղափոխվել էին Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղ կրթությունը 7 տարեկանից է դրա համար երեխային չէին ընդգրկել ուսումնառության մեջ։ Դասընկերներն արդեն բավական առաջ են անցել, նորեկը դեռ մի քանի տառ է սովորել։ Դասվարն ասում է, երեխան սկզբում դժվարությամբ էր հարմարվում։ Տևական ժամանակ լռակյաց տղան աստիճանաբար է սկսել հաղորդակցվել, նախ ուսուցչի հետ, հետո նաև դասընկերների։ Պարզապես ինքը այն ծավալը, երբ տեսավ, որ գրվեց գրատախտակին երկրորդ դասարանի համար, միանգամից ինքը ընկավ այսպես ստրեսային վիճակի մեջ, բայց կարծում եմ, երբ հասկացավ, որ իրենից այդ ամենը միանգամից չի պահանջվում, այլ մենք շերտ, այսպես ասած, շերտավոր ուսուցում սկսեցինք իր հետ, ինքը արդեն մի պահ հանգստացավ եւ սկսեց արդեն հաղթահարել այն, ինչ տրվում էր, այսինքն այն փոքր չափաբաժինը, որը տրվում էր կոնկրետ իր համար։ Երեխայի հետ սկզբում անհատական աշխատանք են արել դասապրոցեսի ընթացքում եւ միայն մեկ ամիս անց է նա ընդունել միտքը, որ բացը լրացնելու համար պետք է հաճախել նաեւ երկարօրյա պարապմունքներին։ Ուսուցիչը դժվարանում է կանխատեսել երեխան կհասցնի բաց թողածը տարեվերջին ամբողջությամբ լրացնել։ Առայժմ խոսել սրա մասին չեմ կարող, երկար տարիների աշխատում եմ դպրոցում, սա առաջի դեպքին նման դեպքեր չենք առնչվել։ Հույսով եմ, որ կհաղթահարի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիմում բողոքներ է ստանում, որ որոշ երեխաներ այս ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ 7 տարեկան են դարձել մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնենք, հանրակրթության մասին օրենքով նախատեսված է, որ երեխան առաջին դասարան պետք է ընդունվի, եթե 6 տարին լրացել է տվյալ օրացուցային տարում։ Շատ ծնողներ համարում էին, որ երեխան դպրոց գնալու համար դեռ փոքր է եւ սպասում էին մինչեւ 7 տարեկանը։ Կրթական գերատեսչությունը նախաձեռնեց հավելյալ իրավակարգավորումներ։ Անկախ թե որ տարիքում երեխան առաջին անգամ կհաճախի դպրոց, նա պետք է սովորի տարեկիցների հետ։ ՄԻՊ աշխատակազմում ասում են, պաշտպանը հարցին անդրադարձել է դեռ 2023-ին, երբ կարգավորումները նոր էին սահմանվում։ Իսկ որ խնդիրը կարող է ավելի մեծ լինել, քան թվում է, ՄԻՊ աշխատակազմին հուշում են ոչ միայն դիմում բողոքները, այլև մշտադիտարկում։ Շատ կարևոր է միջազգային չափորոշիչների տեսանկյունից ապահովել յուրաքանչյուր երեխայի տարրական կրթությունը, իսկ այս որպես բաղադրիչ նաև որոշակի առումով հանդես է գալիս նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունը։ ՄԻՊ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ շատ դեպքերում երեխաները նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկվելու եւ համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն չեն ունենում։ Պատճառները բազմաթիվ են, դրանք կարող են լինել ինչպես հասանելիության հետ կապված խնդիրները, այնպես էլ համայնքներում դրանց վճարովիության հետ կապված լինելը, ոչ պարտադիր բնույթ ունենալը եւ այլն։ Ստացվում է, մի կողմից շատ երեխաներ հնարավորություն չունեն նախադպրոցական կրթություն ստանալու, մյուս կողմից պարտադրված են դպրոց հաճախել առաջին դասարանը շրջանցելով։ Հաջորդ խնդիրը, որը մենք արձանագրել ենք մեր գործունեության ընթացքում, դա այն է, որ հաստատություններն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների, հմտությունների զարգացման անհրաժեշտություն, եւ այս խնդիրները հավասարապես վերաբերում են եւ կարող են վերաբերել նաև այն երեխաներին, որոնք հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու միանգամից առաջին դասարան։ Համար 122 դպրոցի ղեկավարը նկատում է, ինչպես ամեն նոր բան, այս փոփոխությունն էլ սկզբում անհանգստություն է առաջացրել, բայց պատկան մարմիններից աջակցություն են ստացել ուղեցույցի տեսքով ու ավելի լավ պատկերացրել անելիքը։ Բավականին խորքային ուսումնասիրություն էր արված եւ նույնիսկ այնտեղ մեզ պատրաստել էին նրան, թե ինչ հոգեբանական, ասենք լարվածություններ կարող է լինել երեխայի մոտ եւ դա մեր տագնապայնությունը նվազեցրեց այն տեսակետից, որ այսինքն եթե հիմա այս պահին երեխան հուզված է, դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի, արդեն ընթացքի մեջ կամ ամեն քայլից հետո հաջորդ քայլը որ տեսանելի է դառնում, ավելի է խաղաղվում։ Մարդու իրավունքների պաշտպանը համարում է, որ հիմնավորման կարիք ունի 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա, երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով։ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։ Կրթական գերատեսչությունից թեմայի վերաբերյալ միայն տրամադրեցին վիճակագրություն։ Ընթացիկ ուսումնական տարում միանգամից երկրորդ եւ երրորդ դասարան է ընդունվել շուրջ 800 երեխա։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյա լուրեր։